Վստահ եմ տեսել եք այս կադրերը։ Սա Paris Fashion Week-ի ավարտական ցուցադրությունն է կազմակերպված Chanel-ի կողմից։ Ավանդույթի համաձայն այն տեղի է ունեցել Grand Palais-ում, որը դարձել է բրենդի խորհրդանշական տարածքը 2005 թվականից, երբ Կարլ Լագերֆելդը վերածեց Chanel-ի շոուները մեծածավալ մշակութային ներկայացումների։ 41-ամյա Macy Blaze-ին նշանակվել է Chanel-ի ստեղծագործական տնօրենը 2024 թվականի դեկտեմբերին, փոխարինելով Virginie Viard-ին, ով երկար տարիներ աշխատել է Կարլ Լագերֆելդի հետ։ Նշեմ նաև, որ Chanel Blaze-ին եկել է Bottega Veneta-ից, որտեղ նա զբաղեցնում էր կրեատիվ դիզայների պաշտոնը։ Blaze-ին պատմական Grand Palais-ի տարածքը վերածեց կոսմիկ ինստալյացիայի, պոդիումի վրա կախված հսկայական մոլորակներով, ինչը ստեղծեց ոչ միայն տպավորիչ, այլև ֆուտուրիստական միջավայր։ Տիեզերքը, որպես անսահման աշխարհ, հղում էր Chanel-ի ժառանգությանը։ Հարգելով այդ ժառանգությունը նա պահպանել է տան արխիվային հղումները, ադապտացնելով դրանք ներկայիս տենդենսներին։ Տվիդային կոստյումները ձեռք բերեցին ավելի ազատ ու թեթև գծեր, իսկ դասական սիլուետի զգեստները փոխարինվեցին բաճկոն տաբատի կոմբինացիայով շարժման ազատություն եւ նորաոճ զգացում հաղորդելու համար։ Պոդիումի վրա նկատելի էր նաև կուլտային Chanel 2.55 պայուսակը, որը հատուկ ուներ մաշված տեսք, կարծես այն երկար տարիների օգտագործված սիրելի իր էր։ Նույնը վերաբերվում էր նաև կոշիկներին եւ այլ աքսեսուարներին։ Կարծում եմ հավաքածուն ստացված էր։ 2017 թվականին Կարլ Լագերֆելդը մեկնարկեց թռիչք դեպի տիեզերք, իսկ այս տարի նորաձևության տունը հասավ այդ անծայրածիր աշխարհ։ Եթե դիտել եք շոուն, մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով։